Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել են Պաշտպան հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ես նույնպես։ Պարոն Սաֆարյան, վերջի իրադարձություններին անդրադառնանք, հատկապես իշխող ուժի կողմից այդ հայտարարությունները, որոշակի ծրագրերը, հասարակության մեջ կա այն կարծիքը, որ մեզ կտրում են մեր արմատներից, հիշողություններից եւ ամեն տիպի քարոզչություն արվում է, որպեսզի մոռանանք մեր ինքնությունը։ Չգիտեմ, դուք ձեր հարցադրումը կամ ձեր հարցը խորքի մեջ իրոք կարելի է այդ ուղղվածությամբ հարցնել, բայց կարծեք թե իրադարձությունների զարգացումը վերջին մի քանի տարվա, գոնե 2.5 տարվա կտրվածքով մեզ տանում են այդ ուղղությամբ։ Ինչքան էլ ցավալի լինի ընդունել ռեալ դառն ճշմարտությունը, այնուամենայնիվ հիմքեր կան այդպես մտածելու եւ այդպիսի հարցադրում անելու, առավել եւս որ եւ կառավարությունում եւ ազգային ժողովում շատ մարդիկ կան, որոնք ունեն այն մտայնությունը, որ մենք պետք է, այսպես ասած, մեր ողերիմ հարևաններին չգրգռենք, մենք պետք է սուսուփուս իրենց հանձնարարականները կատարենք, լռելիան համաձայնությամբ տանենք եւ կարծեմ դա վերաբերվում էր ոչ միայն այս վերջին օրերի բարձրացրած հարցերին, այլ վերաբերում է նույնիսկ մեր ցեղասպանության հետ կապված խնդիրներին, կարծում հարցազրույցի մեջ կխոսանք, ինչու՞ չի նաեւ դա գալիս էր նաեւ նրանից, որ կարծեք թե կառավարությունը եւ ազգային ժողովը փորձում են իրենց ձեռքին եղած գործիքակազմերով ամեն կերպ առաջ տանել այն մտայնությունը կամ այն քաղաքական ուղղվածությունը, որ խնդիրը խաղաղություն հաստատելու համար մենք մեր հարևանների հետ պիտի ապրենք հաշտ ու համերաշխ։ Այստեղից է գալիս նաեւ, պիտի ասեմ, ազգային ժողովի կողմից ստեղծված այն մի քանի հանձնաժողովները, որոնցից մեկը կարծեմ քարորիա պատերազմին էր վերաբերում, 4-օրյա պատերազմին, մեկը 44-օրյա պատերազմին, սակայն նրանց պիտանելիության ժամկետը կամ չգիտեմ ոնց են ասում, սահմանված ժամկետը վաղուց անցել է եւ կարծեք թե եւ ոչ թե արդյունավետ չի, այլ առհասարակ այն գլխից էլ ես ասել եմ մարդիկ են ընդգրկված այդ հանձնաժողովում, այլևս չեմ ասում, որ մարդ է ղեկավարում այդ հանձնաժողովը, որը մեղմ ասած չի հուսադրում, որը մեղմ ասած կառուցողական գործունեությամբ չի զբաղվում, նախկինում էլ աչքի չի ընկել։ Ցավոք սրտի, ես դա ասում եմ ցավոք սրտի։ Այո, մեր անձնագրերի կամ մեր ինքնությամբ հաստատղթի վրայից Արաց Սարի պատկերով զինանշանը հանելը, ես դա համարում եմ թուրքական ճնշման հետևանք։ Ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի։ Որովհետև վերջին ամիսներին տեղի ունեցած փոխադարձ այցելությունները կամ դիվանագիտական քաղաքական շփումները երկկողմանի կարծեք թե ի ցույց են դնում թուրքական այն փաստարկները, որոնք բացի ադրբեջանական ուրեմն նարատիվներից, ադրբեջանական նենգասպառնալիքներից, որ մինչև խաղաղության պայմանագիրը պիտի հայ-թուրքական սահմանը չբացվի, եւ դրա հետ մեկտեղ առաջ է քաշում, ահա այդպիսի խնդիրներ, Արաց Սարի հետ կապված, ասում են ինչ կա, որ հանենք։ Ասեմ հետեւյալը, տեսեք, այո, Արաց Սարը գտնում է իր տեղում, երբեք չի շարժվելու, դա մեր բիբլիական սարն է, դա ամբողջ աշխարհը գիտի, մարդկության վկայականի բիբլիայի մեջ չի Աստվածաշնչի մեջ դա այդպես էլ անվանվում է, խնդիրը այլ բանի մեջ է, եթե պիտի լիներ կառուցողական քաղաքական հարաբերությունները
միջպետական հարաբերությունների ընդհանուր համակարգում միգուցե կարելի էր քննարկման դնել այս բանը եւ առհասարակ պիտի պետության ղեկավարը կառավարության ղեկավարը ոչ մի բանից չվախենա, չերկնչի, այդ թվում նաեւ սպառնալիքներից, այդ թվում նաեւ ասենք այնպիսի ծանր որոշումներ ընդունելուց, որը պիտի ինչ որտեղ նաեւ ժողովրդին ազգին, քաղաքացիներին հերու պահի ավելորդ ճնշումներից, լարվածությունից կամ պատերազմական վտանգից։ Բայց ես գտնում եմ, որ սա արդեն բոլոր դեդլայները հատած մոտեցումներ է, քանի որ մեր երկրի արտաքին քաղաքականությունը պայմանավորված, բալանսավորված եւ բալանսավորման ուրեմն ծրագրերով եւ դեպի խաղաղություն տանող ուրեմն կոնկրետ ծրագրերով պիտի զերծ մնա այսպիսի ապազգային ուրեմն ազգային ինքնուրույնության հետ լուրջ կերպով աղերս ունեցող ուրեմն ծանրագույն խնդիրները կամ ծանրագույն երևույթները ոտնահարելով ես սա առայժմ այսպես եմ ուզում ասեմ հետո դուք լավ գիտեք որ շուրջ 4 տարի առաջ համապետական ընտրությունների ժամանակ ես ասել եմ գիտեք ինչ ինչու համար եմ ես քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը աջակցել զուտ մի պայմանով որպեսզի նախորդների վերադարձ չլինի բայց եթե կադրային քաղաքականության մեջ համազգային խնդիրների մեջ հատկապես Արցախի հետ կապված այդ խնդիրների մեջ պիտի լինի հետընթաց պիտի լինի սկզբունքների պարոն Սաֆարյան թե միտումնավոր են այս ամենը ես ասեմ որ ես կարծում եմ որ դրսի հայտ բան թուրք-ադրբեջանական ճնշումը լարվածությունը շատ ուժեղ է շատ ուժեղ է ասել որ դրանք կարող է գան արևմտյան երկրներից կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ես դրան չեմ հավատում տեսեք ինչպես որ ինձ ասացիք որպես պատմաբան ասեմ հետեւյալը 2009 թվականի ապրիլ ամսին հերթական նախագահական մրցանակներ հանձնելու ժամանակ նախագահի պարգև հանձնելու ժամանակ Հայաստանում էր գտնվում մեր մեծագույն ցեղասպանագետ իմ լուսահոգի ուսուցիչ հոգևոր հայր Վահագն Դադրյանը ես պետք է իրեն ուղեկցեի գնայինք մեր տուն Արցախ ճարտար իմ հայրական օջախը եւ այնտեղից բանակի հետ ներկայացուցիչների հետ հանդիպում ունենանք Արցախի ղեկավարության հետ հանդիպումներ ունենանք եւ այլն իհարկե ամեն ինչ ստացվեց երբ որ ինքը պիտի գնար նախագահի մոտ եւ ստանար այդ պարգևը ասես դե Գագիկ ջան երևի մի քիչ ժամից հետո կգամ եւ սպասվածից ավելի ուշ շուրջ 3 ժամ հետո ուշացումով ինքը դուրս եկավ ես քայլում էի կասկադով ինքը ինձ եկավ ընթառաջ ինքը պատմեց ինչ է եղել այդ պահին նաեւ մեզ մոտեցավ մեր մեծ բանաստեղծներից Ռազմիկ Դավոյանը լուսահոգի եւ ասեց ես այդպես էլ պատկերացնում եմ որ Վահագն Դադրյանին պիտի մենակ միայն ընկերակցի Գագիկ Սաֆարյանը դա մի քիչ ասենք հարգանքից ելնելով հետո մենք գնացինք միասին թե խմեցինք բան ասեց նախագահը ինձ ասեց որ դրսի ճնշումը ազդեցությունը շատ է ես իրեն ասացի որ դու պիտի պինդ լնես բանակը պիտի պինդ լինի եւ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված անպայման պիտի Հայաստանը ցույց տա իր դիրքորոշումը առավել եւս համազգային խնդիրների հետ կապված ես ասում եմ իր բարերը մարդիկ են եղել որոնց նույն երեկոյա մենք հանդիպել ենք Երևանում եւ իրեն էլ եմ պատմել եւ ասեց ես իրեն ասացի որ ուրեմն ճշմարտ է ենթարկում նաեւ Միացյալ Նահանգների նախագահը ճշմարտ է ենթարկում խոշոր պետությունների ենթարկում ճշմարտ է խոշոր պետությունների ղեկավարները համազգային խնդիրները լուծելու առումով սպասում են մեծ ճնշումներ օրեցօր եւ նույնիսկ մենք վաղը չենք կարող ասել ինչ ազդեցություն կամ ինչ ուրեմն սպառնալիքներ կարող են լինել, բայց պետության ղեկավարը պիտի անընդհատ զգոն լինի, սթափ լինի եւ պատրաստ լինի նոր մարտահրավերներին դիմակայելու հանուն ուրեմն համազգային խնդիրների լուծման։ Տվյալ պահին խնդիրը վերաբերում էր Արցախի ուրեմն խնդրի լուծմանը։ Տեսեք, մենք պիտի անդրադառնանք երկու խնդիրներին հիմնականում։ Ես ուզում եմ մի քիչ հեռվից սկսեմ։ Այսօրվա ընդդիմությունը, այսպես կոչված 5-րդ շարասյունը կամ
այդ 5 գաղջ պետական ղեկավարները, վարչապետներ, պետական նախարարներ, ազգային ժողովի նախագահներ, չգիտեմ եւ այլը, ասում են մենք այսքան կորցրել ենք Ալմատայի հռչակագիր, չէ, դրանից են խոսում, տարածքային ամբողջականության մասին են խոսում, բայց մենք պիտի ազգերի ինքնորոշման սկզբունքը առաջ տանենք, այո։ 1926-ից մինչև 1932 թիվը մենք կորցրել ենք ավելի քան 1100 քառակուսի կիլոմետր, 1150 քառակուսի կիլոմետր։ Այսօրվա այդ հորջորջացող, հոխորտացող պետական այրերից, որ մեկն այն ժամանակ այդ հարցերը բարձրացրել։ Բարձրացնեիք էլի։ Ընդհակառակ ես կարող եմ ասել, ի պատիվ մեր հայկական ԽՍՀ-ի շատ ղեկավարների, հատկապես Գրիգոր Հարությունյանի, Յակով Զարուբյանի եւ ուրեմն Անտոն Քոչինյանի, բոլորս գիտենք, որ այդ հարցը ինչ մակարդակներով է բարձրացվել։ Նրանց վրա ճնշում չկար, նրանք լարվածության սպառնալիքների չէին ենթարկվում։ Կարելի ասել, որ այն ժամանակվա սպառնալիքները ավելի խիստ էին եղել։ Ես չասեցի։ Հիմա միանշանակ ազգային սրբությունների, ազգային խորհրդանիշների հետ կապված ես դա չեմ ընդունում ներկայիս կառավարության պահվածքը։ Ռուբեն Հայրապետյանին ստիպեցին այսպես կոչված ազգային ուժերը, որ ասի ինչու է ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների ուրեմն այդ զինանշան, չէ, այդ բաջից, շապիկների այդ զինանշանից հանվել ուրեմն զինանշանից արած սարը։ Ինքը ասեց, որ խոստացավ, որ դա եղել է վրիպակ, ես չեմ նկատել, բայց ամեն դեպքում ինքը տվեց այդ պատասխանը եւ ասեց, ես ներողություն եմ խնդրում։ Ընդ որում 2 անգամ է ինքը ներողություն խնդրել դրա համար։ Այսինքն, եթե այդ մարդը կարող է ներողություն խնդրել, ապա ինչու պիտի մյուսները ներողություն չխնդրեին։ Առավել ևս, որ ասենք այն ժամանակ էլ ասենք տեղի ունեցավ այնպիսի մի հանդիպում ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում երկուստեք նախագահների մակարդակով Հայաստանի նախագահը այս կատարեց, Թուրքիայի նախագահը Գյուլը այս կատարեց Հայաստան, իսկ Հայաստանի նախագահը Թուրքիա։ Նո այնտեղ նաև այլ բաներ էլ կան, Ծիծեռնակաբերդի ու Շահամալիրի ուրեմն լուսավորության խափանումը, խաթարումը, որը ես երբ որ ես եղել եմ անմիջապես հենց այդ իրադարձությունների կիզակետում կանգնած, Վահան Հովհաննիսյանին խնդրեցի, որ դաշնակցության կենկենում թե բյուրոյում հաշ չդառնա ցեղասպանության թանգարան տնօրենի ինստիտուտ թանգարանի տնօրենի վարքագիծը իհարկե ընթരാճ գնացին իմ խնդրանքին, բայց ես պիտի ասեմ, որ ինչպես ասում են, առանց կրակ ծուխ չի լինում։ Ինչևիցե արցախցիների հետ կապված խնդիրը շատ ցավոտ է։ Կրկին ու կրկին Արցախի քաղաքական խնդիր ներկապահին բարձրացնել Հայաստանի կառավարության կողմից ես գտնում եմ, որ դրա ժամանակը մենք չունենք։ Ինչու չունենք։ Տեսեք, մարդիկ են բարձրացնում։ Այսինքն առաջարկելու ոչինչ չունենք, Չէ, առաջարկել Արցախի հարցի հետ կապված, կարծում եմ սրանք այլ խոսակցություններ են միջազգային այլ մակարդակներում, բայց այստեղ տեսեք, արցախցիների վերադարձի, արցախցիների հարցի մասին են խոսում մարդիկ, որոնցից մեկը պարզապես իր ձեռով Արցախը լուծարել է, Արցախի հանրապետությունը լուծարել է։ Բայց ինքը չի գտնում, որ այդպես արել, նույնիսկ արդեն ԿԳՄՍ-ին դատի է տվել, որ 9-րդ դասարանի դասագրքերում իր անունն են շոշափում։ Ուրեմն ես դրանց չեմ ուզում անդրադառնամ, ես այդքան չեմ ուզում իջնեմ, ես ասում եմ այն ինչ որ եղել է։ Դուք կարող եք մերժել, որ այդպիսի ժխտել, որ այդպիսի բան եղել է, չէ։ Մինչև հիմա եւ այնտեղ գործող Արցախի ազգային ժողովը եւ կարծեմ ես նոր ազգային ժողովը մինչև հիմա դեռևս չի անդրադարձել դրան։ Արցախցիների վերադարձի հետ կապված
եթե ասեմ դռները փակեն ամբողջովին միգուցե մի քիչ ճիշտ չի լինի, բայց եթե դուք ուզում եք վերադառնալ, դուք ունեցել եք 1 միլիարդ զենք զինամթերքից ավելի սպառազինություն, պայքարեիք 7-8000 զինվոր եք ունեցել։ Դեկտեմբերի 12-ին ամիջական վերջնական փակվելուց հետո ես իմ դստեր հետ գտնվում էի Արցախում, մեկ օրով փակվել էր, մենք հաջորդ օրը վերադարձանք Երևան։ Ես Արցախի ղեկավարությանը բոլորին հորդորել եմ, որ միակ ճանապարհը խաղաղապահների հետ ճանապարհը բացելն է, բանակի հետ կապված, բանակի հետ համատեղ, Արցախի պաշտպանական բանակի հետ համատեղ։ Եթե խաղաղապահները ձեռնպահ կմնան կամ կդիմեն սադրանքների, որը որ չի բացառվում, Արցախի պաշտպանական բանակը ի վիճակի ամբողջովին այդ ճանապարհը ապաշրջափակել եւ ապահովելու անվտանգությունը։ Դրանք չգնացին այդ ճանապարհին։ Եվ առհասարակ վերջին տարիներին Արցախում Եթե Հայաստանից վստահ լինեին, որ բացի բուլվարային խոսակցությունից, բացի զբոսայգում երբ որ խոսակցություններ լինում, բացի այդ խոսակցությունից կառուցողական ոչ մի բան չի եղել Արցախի խնդրի լուծման համար։ Տեսեք, 2021 թվականին արդեն կային բոլոր նախադրյալները, որ Ադրբեջանը հակահաբեկչական նպատակների անվան տակ Արցախը դատարկելու է։ Փոխանակ Արցախի ղեկավարությունը դիրք բռներ կառուցողական կերպով Ադրբեջանի ղեկավարության հետ գնալ հորիզոնական բանակցությունների չգնաց։ Անընդհատ հույս ունեին ռուսը նամակ ռուսաց թագավորին Գյուլիստանի պայմանագիր հիշեցնել, մի բան, որը որ ասենք դա անթույլատրելի է։ Ես դա համարում եմ ստրկացուցիչ, ես դա համարում եմ ստորագույն մոտեցում, եւ հիմա էլ մի բան է դարձել, կարծեմ երկու դեպուտատ կան, նախկին падգամավորներ հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի, որոնք ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը թշնաֆաբրիկաներ բան են նվիրել, որոնք նույնիսկ այնտեղի հեղյուսը, այնտեղի պտտագամերը, այնտեղի մանեկները վաճառել են, բան չեն թողել։ Ասում են Ռուսաստանը այստեղից դուրս չի գա, կամ եթե դուրս գալ պատերազմով դուրս կգա, մի քանիսը ասում են Արևելյան Հայաստանը համարում է ռուսական գոտի, Պարսկաստանից խլած պատերազմով ձեռք բերած, այո, պատմության մեջ այդպես է եղել, բայց իսկ ով ասել, որ Նիկոլայ առաջինը չի ունեցել հայերի հետ լավ հարաբերություններ։ Ով ասել, որ Ալեքսանդր II-ի ժամանակ շուրջ 60-ից 70 հազար քառակուսի կիլոմետր տարածք չի մտել Արևելյան Հայաստանի կազմի մեջ, այնուհետև Բեռլինի պայմանագրով դա դարձավ ընդամենը 22,000 քառակուսի կիլոմետր Կարսի մարզը, որը ստեղծեց։ Ով է ասել, որ նորագույն Ռուսաստանի առաջին ղեկավար Բորիս Ելցինը Հայաստանի հետ չի ունեցել բարեկամական հարաբերություններ։ Եվ ընդհակառակը նա թևից քաշելով Նազարբաևին իր հետ տարավ Ստեփանակերտ։ Այդքանն էլ կա։ Ով ասել, որ ես բազում անգամներ ասել եմ, որ պետք չի շատ Ռուսաստանին թերագնահատել, հաշվի առնելով վերահասվտանգը եւ հաշվի առնելով որ Ռուսաստանը կգնա եւ սադրիչ ճանապարհներով եւ ստեղծելով ուրեմն հայբրիդային պատերազմի տարբեր ուրեմն դրսևորումներ եւ soft power կիրառելով 5-րդ շարասյուն եւ այլը, ես ասել եմ Ռուսաստանին պետք չի շատ դերագնահատել, միաժամանակ նաեւ պետք չի շատ գերագնահատել արևմտյան այն ուժերին, որոնք բառից բուն իմաստով այդ ուժերը ներկայումս այստեղ գտնվող, պիտի ասեմ, իրենք վեստերնիկներ չեն, էլի էությամբ, սենց արևմտականներ չեն, իրենք օգտվում են այդ կերակրատաշտերից, լափամաններից, նույնն էլ ովքեր որ օգտվում են ռուսական լափամաններից, ռուսական կերակրատաշտերից։ Ընդհակառակը մեզ պետք են այսօր իրենցով մարմնավորող ազգային գործիչներ, քաղաքական գործիչներ, որոնք կարող են մեր երկրի քաղաքական նավը առաջ տանել։ Ունենք թե չէ, ունենք եւ ոչ թե ունենք մեկ, ունենք տասնյակներ, ունենք հարյուրներ, այսօր արդեն քաղաքական դաշտում մարդիկ են ի հայտ եկել, բավականին շատ լավ մարդիկ, ես նկատի չունեմ մեր ձևովը, ես նկատի չունեմ 5-րդ Շարասյան ներկայացուցիչները, ես նկատի չունեմ խմբակցությունները։
Հիմա ես կանդրադառնամ դրան, որտեղ գնալով որքանով ասենք հանրության կարծիքներ ենք լսում, մարդիկ այդ նոր ուժի հետ հույսեր են կապում։ Ես ինքս դեռևս վաղաժամ եմ համարում նրանց մասին կարծիք ասելը երկկողմանի, թե բացասական տեսանկյունից, թե դրական տեսանկյունից, ինչպես ասում են, ժամանակը կգա եւ ամեն ինչ իր տեղը կդնի, մենք էլ մեր կարծիքը կասենք, բայց այստեղ տեսեք խնդիրը ինչի մեջ է։ Առաջի հերթին մեր քաղաքական նավը այսօր գտնվում է շատ ճահճոտ վայրում եւ առաջ գնալու, խուսանավելու, ռազմավարական մարտավարություն, մանևր ընտրելու հնարավորություններ ոչ թե չունի, այլ կարծեք թե ի վիճակի չեն, այդ մարդիկ այդ արժի համակարգը չունեն։ Միանշանակ մեր անձնագրի, ոչ միայն անձնագրի, նաև մեր զինանշանի հետ կապված տարբեր, ուրեմն ձևաչափերով վերաձևումը ես անթույլատրելի եմ համարում, դա ճիշտ չի։ Ժողովուրդը կարող է դա կասեցնել։ Գիտեք, ես չեմ ուզենա սարքել համազգային խնդիր, բայց ես պիտի ասեմ, որ մեր կառավարությունը պիտի անկեղծ գտնվի եւ իշխող քաղաքական ուժը եւս պիտի անկեղծ գտնվեն եւ պիտի ասեն ինչու համար է դա արվում։ Այո, կան ազդեցություններ, կան ուրեմն ուժեղ ճնշումներ եւ դա մենք պիտի իմանանք։ Այլապես եթե մենք այդ ճնշումների մասին պատկերացում չունենանք, դա մոտավորապես նույն բանն է, ինչ որ ունեցել ենք առաջին, երկրորդ, երրորդ նախագահների ժամանակ։ Ես ընդհակառակը մի քանի անգամ ասել եմ, որ 4-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ որ նախագահը գնաց Ստեփանակերտ, Սերժ Սարգսյանը հավաքեց շատ մարդկանց եւ ասեց, որ պիտի 5 շրջանները տանք ազատագրված, 2 շրջաններով ունենանք անխոչնդոտ ճանապարհ, չէ, հիմա անխոչնդոտն է ընդունված, Քաշաթաղի եւ Քարվաճարի, որպեսզի կարողանանք կապը ունենալ Հայաստանի Հանրապետության հետ, բայց քանի որ ինքը, ոչ միայն ինքը, Հայաստանի Հանրապետության նախագահները սկսած 96 թվականից ունեին օրինական վստահության, օրինականացված վստահության, չէ, լեջիտիմ, չէ, լեջիտիմության լուրջ պակաս ունեին, պաշար չունեին, դրա համար նրանք չէին կարող գնալ այդ ճանապարհով։ Այդ ճանապարհով կարող էր գնալ Նիկոլ Փաշինյանը, որը չգնաց 18 թվականին, 2018 թվականին, ընդհակառակը, երբ որ 20 թվականին մի թեթև հաջողություն ունեցանք Տավուշի սահմանում հայ-ադրբեջանական, անմիջապես, չգիտեմ, ոգևորվեցինք, Սարդարապատում, այո, նոր տարածքներ, նոր պատերազմ, նոր տարածքներ, Դավիթ Տոնոյանի հայտարարությունները, ինչքան պիտի մանկահասակ լինի մարդ, լինելով պաշտպանության նախարար, դրանից առաջ արտակարգ իրավիճակների նախարար, դրանից առաջ պաշտպանության նախարարի նախարարի առաջին տեղակալ, մարդ պիտի ուղեղի ճողվածք, հերնիա ունենա, մարդ պիտի ինչքան տկար լինի, որպեսզի ասի նոր պատերազմ, նոր տարածքներ։ Եվ երբ որ դրան զուգահեռ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գասպարյանը կարծեք թե հաճախակի զեկուցում էր հանրապետության կառավարությանը, որ մենք պատրաստ չենք լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Այո, ասել եմ, կրկնում եմ, 2020 թվականի պատերազմը 44-օրյա եւ այդ ջախջախիչ պարտությունը եւ այդ արհավիրքը, որ մենք ունեցանք նոյեմբերի 9-ով, դա Հայաստանի կառավարության ռազմաքաղաքական սխալ մենեջմենտի արդյունքն է եղել։ Ասել եմ, ինքը եւ իպատի Փաշինյանը, ես պիտի ասեմ, ինքը խոստովանում է, որ ինքը սխալներ ունեցել է, ինքը մեղավոր է, բայց պատճառահետևանքային կապով մենք ունեցել ենք շատ մեղավորներ։ Այդ թվում նախորդ ղեկավարները, այդ թվում ահագին գեներալիտետներ, տեսեք, այսօր էլ եթե մենք ասում ենք բանակը պիտի վերազինենք կամ վերջերս էլ ասես, որ պիտի կիսենք եւ այլը, տեսեք, մենք ունենք այսօր էլ հարյուրավոր փայլուն զինվորականներ, որոնք կարծեք թե տեսադաշտից դուրս են մնացել։
ինքս տեղյակ եմ եւ ծանոթ եմ բազմաթիվ հրաշալի զինվորականների գործունեությանը եւ իրենց հետ կապերը սպահում եմ շատ-շատերի հետ եւ բոլորն էլ միաբերան ասում են, որ ներկայիս իրավիճակի այս ծանր ամենամեծ ծանր բեռը թութապելու համար մեր թիվ մեկ գրավականը հայոց բանակի մարտունակության բարձրացումն է եւ ռազմատեխնիկական ուրեմն նյութատեխնիկական ապահովումը։ Ես ասեմ մեր լավագույն մասնագետների հետ եւ ուրեմն Ավետիք Քերոփյանի եւ Լեոնիդ Ներսիսյանի հետ ես շատ հաճախ զրույցներ եմ ունենում, եթե չեմ էլ հանդիպում ուրեմն տետատետ, ապա հեռախոսային կապերով մենք անընդհատ զրուցում ենք։ Իհարկե ես միշտ սովորաբար ուզում եմ տեսնեմ իմ կարծիքը սխալ է թե չէ, ես իրենցից հարցնում եմ եւ պիտի ասեմ, որ դժբախտաբար շատ հարցերում իմ կարծիքը դրական ճիշտ է։ Պարոն Սաֆարյան, Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, եթե քո անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, դա նշանակում է, որ չկա անվտանգություն։ Գիտեք, ես ցավոք սրտի Եվ եթե ուզում եք բանակը մեզ պաշտպանի, մենք պետք է բանակին պաշտպանենք, մենք պետք է նաև գտնենք զինվորին պիտի պաշտպանենք։ Ցավոք սրտի ինքը բաները ասում, որ փակագծերի միջև էս չի բացում։ Իսկ այդ ժամանակ ավելի լավ չի չասի, քան թե կիսատ բռատասի։ Ինքը նկատի ունի այն, որ ներկայումս բանակցային գործընթացը, միջպետական հարաբերությունները, առավել եւս ունենք արդեն ուժային կենտրոններ, նախկինում եթե եղել է 1 ուժային կենտրոն, չէ, հիմա ունենք մի քանի ուժային կենտրոն, որոնց հետ ունենում ենք բանակցություններ տարածաշրջանում նոր անվտանգային համակարգ հաստատելու Հարավային Կովկասում կամ որ միևնույնն է, ավելի ճիշտ կլինի հարավարևելյան Եվրոպայում եւ խաղաղության խաչմերուկը կյանքի կոչելու համար։ Այս առումով իհարկե ճիշտ է, բայց եթե վերցնում ես Եվրոպայի սրտում Շվեյցարիան ունի բանակ փառահեղ զինված, Իտալիան ունի բանակ փառահեղ զինված, որոնց կարծես թե հարևանների կողմից վտանգ չի սպառնում։ Այս առումով, գիտեք, ես գտնում եմ, որ ինքը պիտի փակագծերը բացել։ Գիտեք, զինանշանն էլ կամ չգիտեմ, ինչ որ մի ատրիբուտներ էլ կարելի է պահի տակ հանել, կարելի է պահի տակ անտեսել, բայց մենք տեսնում ենք, որ սա մեր մոտ ստացվում է ամեն ինչ շատ արագ կերպով։ Հապճեպ, եւ գիտեք ինչ, դրա համար եմ ասում, ինքը անգամ եթե կա արտաքին ճնշում, դրա մասին ինքը պիտի բաց լինի։ Եվ այսօր դա գիտեք արդեն ընդդիմությունը ինչպես է օգտագործում։ Ասենք երկու խմբակցությունները, կուսակցությունները, գիտեք, դե հիմա դաշնակցությունը, ասենք տեղին անտեղի, ասենք օգոստոսի 8 անպայման Հայաստանի ինքնիշխանությանը վնասում է, սահմանափակում է, գիտեք, մի կուսակցություն է խոսում, որը հայ ժողովրդի պատմության մեջ ստորագրել է 2 ամենաստորացուցիչ պայմանագիրը, որի անդամները։ Խոսքս վերաբերում է 18 թվականի հունիսի Բաթումի պայմանագրին եւ 20 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրին։ Մի կուսակցություն է խոսում, որի կուսակցությանը, որի հեղինակության, այդ կուսակցության հեղինակությանը 3 մարդ այնպիսի փառք են բերել, 3 անձնավորություն, որոնց ամբողջ կուսակցությունը միասին այդքան փառք չեն բերել։ Եվ այդ 3 անդամները հեռացվել են հայ հեղափոխական դաշնակցությունից։ Խոսքս Անդրանիկ Օզանյանի, Գարեգին Նժդեհի եւ Շահան Նաթալիի մասին է։ Ասենք ամբողջ կյանքում լինել կրավորական, ամբողջ կյանքում լինել պնակալեզ եւ այսօր էլ խաղաղության խաչմերուկին տեղին անտեղին քննադատել, օգոստոսի 8-ի հուշագրին տեղին անտեղի քննադատել։ Տեսեք, ես ասում եմ, Հայաստանի կառավարությունը պիտի ունենա թափանցիկ տրանսպարենտ վարվելակերպ մեր ժողովրդի հանդեպ, մեր քաղաքացիների հանդեպ։ Լավ, ժողովուրդ չասեմ, քաղաքացիներ ասեմ, քաղաքացին իրավունք ունի պահանջելու։ Քաղաքացին իրավունք ունի պահանջելու, որ մենք ասել ենք benchmark-ը 2020 թվականի պատերազմից հետո նշաձողը պիտի իջացնենք, խոսքը գնում է Արցախի ժողովրդի անվտանգության մասին, ինքնորոշման սկզբունքի մասին եւ այլ եւ այլ։ Քաղաքացին ինչ ասում են, նրանք ասում են մենք լավ ենք անում, թեկուզ այս զինանշանի հետ։ Ես ասեմ, տեսեք, վերջերս խոսում են նաեւ ես մի քանի ընկերների հետ զրուցեցի, հատկապես մարդու իրավունքների ոլորտի անձնավորությունների։ Տեսեք, ասում են նախկինում էլ է եղել մարդու իրավունքների
ոտնահարում անտեսում, բայց հիմա կարծիք թե հենց մարդն է ամբողջովին անտեսվում։ Գիտեք, տողատակերում ուրիշ բաներ կա, շատերին հասկանում եմ, բայց ես գտնում եմ, որ այս ամեն ինչի դիմացը արջևը առնելու համար եւ իրավասու ղեկավարները եւ հատկապես հանրապետության վարչապետը հստակ պիտի տան գնահատական առանց որևէ բան թաքցնելու։ Թեկուզ Արարատի հետ կապված Մարիա Կարապետյանն ասում է խելքի ենք եկել, լավ ենք անում։ Այստեղ այլ խնդիր կա, տեսեք։ Արարատը երբեք չեն կարող տեղափոխել։ Արարատը երբեք բոլոր ամբողջ աշխարհը գիտի, որ Արարատը ինչպիսի լեռ է։ Այստեղ գիտեք ինչ, կարծեմ մի քանի օր առաջ ասում են, որ Դաշնակցությունը արտասահմանում ֆոնդրեզերներ էր անում եւ ասում էր դի գաք տուն առնեք, Արարատը տեսնեք եւ այլ, բայց այստեղ խնդիրը այլ բանի մեջ է։ Դարձյալ ես պիտի վերադառնամ Հայոց ցեղասպանության խնդրին, իրական հայրենիքին, երևակայական հայրենիքին։ Տեսեք, մեր արմատից մեզ ոսոք չի կարող կտրել, եթե մենք չկտրվենք։ Եթե մենք ասում ենք իրական հայրենիքը սա է, հիմա ես ոչ թե հռետորական հարց եմ տալիս, այլ ես նախատինք եմ թափում երկրի ղեկավարության հասցեին, ուզում եմ իրենք էլ լսեն։ Ասեք տեսնեմ, շուրջ 250 քառակուսի կիլոմետրը թշնամու ռազմական ուժերի մշտական վերահսկողության ներքո գտնող, որոնք տեղակայված են մեր տարածքում։ Դա իրական հայրենիք է, թե երևակայական հայրենիք։ Ես սա եմ ուզում իմանալ։ Նույն կերպ էլ եղել է այդպես։ Կարսը ինչու պիտի լինի երևակայական հայրենիք։ Եթե մենք բոլորս գիտենք, որ մեր ժողովուրդը, մեր ազգը, մեր պետությունը ինչպիսի թակարդներում է եղել հայտնված։ Ով չգիտի, որ 2020 թվականի պատերազմը 44 օրյա պատերազմը արտոնված պատերազմ է եղել Ռուսաստան-Թուրքիա համաձայնությամբ եւ Ադրբեջանը պատերազմը սկսել է վեստին ուրեմն նվաճելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերստին Թուրքիան այստեղ թաթը դնելու եւ դա ամեն ինչը կատարվել է մեղմ ասած Ռուսաստանի մասնակցությամբ, Ռուսաստանի երաշխավորությամբ, Ռուսաստանի ջատագովությամբ եւ Ռուսաստանի կներեք մի քիչ փողոցային բանով ասեմ, բարբասենց կենցաղային ասեմ, Ռուսաստանի քավորությամբ եւ արտաքին գործոս նախարար Լավրովը եւ հատուկ ծառայության արտաքին Նարիչկինը հայտարարեցին, որ Արցախի ճակատում կռվում են միջազգային տերորիստներ, ահաբեկիչներ, մարդասպաններ, վարձու ուրեմն զինվորներ եւ այլն, վարձու ահաբեկիչներ, բայց ինչ արեց Ռուսաստանը, ոչ մի բան էլ չարեց։ Հայաստանի Հանրապետության դիվերսիֆիկացված եւ դիվերսիֆիկացման արտաքին քաղաքականության երկու հիմնակարերը պարտադիր կերպով օգոստոսի 8-ի հուշագիրը առաջ տանելն է իր բոլոր ինգրեդիենտներով եւ կարծում եմ պարտադիր կերպով Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների կոդեքսի թարմացումն է։ Ուրիշ ոչ մի բան։ Այսինքն կոնկրետ հարցեր, կոնկրետ պատասխաններ պետք է ստանանք ռուսական կողմի հետ կապված։ Պարտադիր կերպով։ Եվ շատ կետեր հնարավոր է դուրս ես չեմ կարող ասեմ էլի ասենք ամեն օր ասեմ Օվերչուկը այսպես ասեց, Մարիա Զախարովան այսպես ասեց, մի տականք հայուհի էլ կա, չէ։ Հիմա փառքասու չի խոսում, ոչ ինքը ոչ ամուսինը արդեն։ Հիմա ես անընդհատ չեմ կարող ասել նրանք ինչ ասացին, մեր քաղաքականությունը այդպեսին պիտի լինի։ Եթե դու ուզում ես պատերազմ չլինի, այո, դու պիտի ունենաս բանակ, այլ բան չկա։ Եթե դու ուզում ես դու պատերազմ չունենաս, դու պիտի քո 10 միլիոնանոց ազգ ամբողջ աշխարհով մեկ սփռված քո սփյուռքը պիտի համախմբվի։ Եվ մենք չպիտի բաժանենք ռուսահայերի, ֆրանսիահայերի, Ղարաբաղցիների, քյավառցիների, արտաշատցիների, չգիտեմ, բանակի հզորացման հետ կապված, եթե 2 տարին փոխում ենք տարուկես ժամանակահատվածի։ Ինքս չլնելով մասնագետ մի քիչ դժվարանում եմ այս հարցերին պատասխանեմ, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը եւ ոչ միայն պաշտպանության նախարարությունը, նաեւ փորձագետները, հատկապես ասացի, որ ես փորձագետների հետ եմ
շատ լավ կապերի մեջ եմ, հրաշալի փորձագետներ կան, շատ հրաշալի փորձագետներ կան։ Ես նկատի չունեմ ազգային ժողովի հետ հանձնաժողովը, ես ասացի, որ դա բանի պետք չի, որովհետև դա հերուն գնացող քաղաքական նպատակներ, բանսարկություններով զբաղված, իրենք էլ բացարձակապես սկսած հանձնաժողովի նախագահից ոչ մի բան չեն պատկերացնում, բացի քաղաքական մերկապարանոց հայտարարություններից, բայց ես ասեմ, մեր ռազմական փորձագետների հետ եմ զրուցել, այնտեղ կան բավականին խութեր եւ կան բավականին առավելություններ։ Ես կարծում եմ, որ 1.5 տարին ամեն դեպքում ճիշտ է, երբ որ ես բայց ես պիտի ասեմ կառավարության ուշադրությունը, պետության, երկրի ղեկավարության ուշադրությունը առ բանակ, առ հայոց բանակ, ես մի քիչ պեսիմիստ չլինեմ, կարծում եմ հաջողություն կունենա։ Ինքս որպես մարդ, որպես հայ մարդ, ես միշտ ասել եմ, ես ինձնով մարմնավորում եմ հայ զինվորին։ Կլինեմ 64 տարեկան, կլինեի 18-ից 20 տարեկան, կլինեի 28 տարեկան, կլինեմ 80 տարեկան։ Եվ ավելին ես պիտի ասեմ, ոչ թե մեր մոտ մենք պիտի առաջ տանենք, ուրեմն ազգ բանակ թեզը, սլոգան, նշանաբանը, մենք պիտի առաջ տանենք, ուրեմն պետություն բանակ, ուրիշ ոչ մի բան։ Այս դրա համար եմ ասում։ Այսինքն երաշխիքներ են պետք նայել։ Միայն ու միայն դրա համար եմ ասում, ինչ է նշանակում բանակի բյուջեին ձեռ տալ։ Դե գիտեք, այլ բանի համար կարելի է ձեռ տալ, հարտահայտության համար, բայց եթե մենք այստեղ ունենանք ռազմաարդյունաբերական ոլորտի 10 գործարան, մենք ում պիտի հաշվետու լինենք։ Բայց մեզ թույլ կտան, պարոն Սաֆարյան։ Ես կարծում եմ, որ մեր իրավիճակը այնպիսինն է, դա այլ խնդիր է։ Տեսեք, ինչ է նշանակում։ Ստացվում է, որ մենք ոչինչ չունենք, որովհետև մեզ ճնշում են։ Դե գիտեք ինչ, մենք ազատագրել ենք 12000 քառակուսի կիլոմետր եւ մենք չկարողացանք միջազգային ատյաններում ինքնորոշման իրավունքի, չէ, երկու բան կա, չէ, մեկը կոչվում է Միացյալ Ազգերի կազմակերպությունը, ստեղծվել է երկու ուրեմն մեծ սկզբունքների, այդ խարտիայի մեջ մտել են երկու մեծ ուրեմն սկզբունքները, որի հիման վրա ստեղծվել է Միացյալ Ազգերի կազմակերպությունը։ Մեկը territorial integrity-ն է, չէ, տարածքային ամբողջականությունը։ Մյուսն էլ self-determination of peoples, ազգերի ինքնորոշման սկզբունքը, ճիշտ է թե չէ։ Հիմա ես չգիտեմ, եթե գնացել ենք տարածքային ամբողջականության սկզբունքով, մեր երկրի ղեկավարությունը ինչու՞ չի ասել, որ 20-ական թվերի վերջին 30-ական թվականների սկզբին Ադրբեջանը մեզնից այսքան հող է տարել։ Եթե մենք գնացել ենք ազգերի ինքնորոշման սկզբունքով, ինչու չենք այդ հարցերը բարձրացրել։ Այսօր էլ Սև լճի ամբողջ սև ջրերի, չէ, Սյունիքում, ամբողջ շրջակայքը բոլորս գիտենք, որ եղել է Հայաստանի հայկական ԽՍՀ-ի տարածքի մեջ, այլևս դե ջերմուկի մասին խոսալը դա հանցագործություն կլինի, որտեղ դա հենց նույն 29743-ի բաղկացուցիչ մասն է։ Ամբողջ խնդիրը սա է, որ մեր ճանապարհը հստակ ընդգծված է, մենք 3 ճանապարհ չունենք, ունենք 2 ճանապարհ, համազգային համերաշխություն եւ ազգային բանակ։ Այլ խոսք է, որ դիվանագետները ունեն իրենց առաքելությունը կատարելու համար։ Դե գիտեք, հիմա գիտություն, մշակույթ, ես երբեք էլ սոցիալական արդարություն, իրավական համակարգ, հայտնի բան կար, չէ, որ երկրորդ աշխարհամարտի նախօրյակին, երբ Միացյալ Թագավորությունը պիտի կրճատեր ծախսերը նախարարությունները եւ երկպալատի համայնքների եւ լորդերի պալատի ուրեմն խոսնակները բերում են նախարարությունները որպեսզի կրճատեն, Չերչիլը տեսնում է նաեւ մշակույթի նախարարությունն էլ կրճատման տակ գած տենց այդ կաթին կոդ էլի, չէ, այդ կրճատման կոդերի տակ ասում է, բա սա ինչ է, ասում է մշակույթ, ասում է, բա եթե մշակույթը կրճատում ենք, էլ մենք պատերազմում ենք, ինչ անենք։ Ուզում ասեմ, որ մեր երկրի պետական այրերը առայժմ ուզում եմ իմ լեքսիկոնով ասեմ, պիտի գտնվեն 100 պատշաճի պատասխանատվության, ուշադրության, շատ զգոն եւ ստապ վիճակում, որպեսզի կարողանանք մարտահրավերներին դիմակայել։ Իսկ եթե ճնշումները պետք է ճնշման ենթարկվեն, ավելի լավ չէ գնան
Նրանք ովքեր այդ ճնշումները միանշանակ, եթե պիտի ճնշումների ենթարկվեն եւ ուրեմն չգան խոստովանեն, նրանք ավելի լավ է հրաժարական տան, նրանք ավելի լավ է անկեղծանան մեր ժողովրդի առջև եւ ասեն, մենք ասում ենք, չէ՞, մենք ժողովրդի ընտրյալներն ենք, ուրեմն մինչեւ վերջել պիտի ասեն ժողովրդի ընտրյալները ինչու են թաքցնում այդ գաղտնիքները, որոնք իրենց մեջ պարունակում են մեղմ ասած լուրջ դավաճանական մոտեցումներ, որովհետեւ վաղը մյուս օրը կարող է արդեն ուշ լինի, եթե մեր ժողովուրդը, մեր քաղաքացիները հավուր պատշաճի իրազեկված չլինեն։ Պարոն Սաֆարյան, ինչպես է կարծում, ինչու Թրամփը նորից լուսանկարները հրապարակեց, Ես ասեմ ձեզ, չէ, այստեղ խնդիրը այլ բան է, Թրամփը արդեն որպես գործընկերներ ենք արդեն Թրամփը արդեն մի քիչ գինովցել է, ասենց քաղաքական առումով եմ ասում, ոգևորվել է, ասենց հիշում եք Ստալինի ժամանակ մի բան կար չեն, կարծեմ մի հոդված կար, չէ, որը կոչում էր Գալավակորժենի от успеха, գլխապտույտ հաջողություններից։ Թրամփը օր առաջ ուզում է տարածաշրջաններում հաստատի խաղաղություն եւ հատկապես նաեւ բանի հետ կապված, Ուկրաինայի հետ կապված, ամբողջ խնդիրը սա է։ Դուրս գան կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք, պարոն Սաֆարյան։ Բուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Սաֆարյան, կհետևենք զարգացումներին, ամեն դեպքում բանակը, զինանշանը, Արարատ, այդ ամենը ուշադրության կենտրոնում մենք կպահենք։ Հիմա հարցս հետևյալն է։ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց Հռոմի պապի հետ։ Ինչպես եք բացատրում այս այցը։ Տեսեք, կարծեմ վերջին 3 տարիներին մի քանի անգամ եւ նախորդ չէ եւ Լեո նախքան Լեոն չէ բանի Ֆրանցիսկոսի հետ էլ է ունեցել հանդիպում
Ես չեմ կարող ասել ինչպես կբնութագրեմ, համենայն դեպս ես համոզված եմ, որ սրանք միջեկեղեցական հարաբերություններ են, որոնք խորհրդանշում են, ասենք, հայ առաքելական եկեղեցու կամ կաթոլիկ եկեղեցու կամ չգիտեմ Վատիկանի ու Սուրբ Էջմիածնի հարաբերությունները ես չեմ նաև կարծում, թե այստեղ ինչ-որ լուրջ քաղաքական խնդիրներ կարող է արծարծված լինել, ես դա չեմ հավատում, առավել ևս ես իմ կարծիքս ասել եմ, խաթարված է մեր ժողովրդի միասնությունը, խաթարված է մեր ժողովրդի հավատը առ հայ առաքելական Սուրբ եկեղեցի, առ քրիստոնեություն եւ կարծում եմ, որ օր առաջ Գարեգին, ոչ թե Գարեգին, Կտրիշ Ներսիսյանը պիտի լքի մայրաթորը, պիտի այդ սրբավայրը լքի։ Ես այլ ասելիք չունեմ, տեսեք, բազում հոգևորականների բերում են, կարծեք թե կամ մշակման են ենթարկում քաղաքականապես, քարոզչություն են անում, տարբեր ելույթներ են ունենում, կարծեք թե ցեղ շպրտելով, կարծեք թե ճշմարտություն ասելով, եւ դա էլ եմ անթույլատրելու համարում, որովհետեւ ասենք անիմաստ բաներ է դրանք, անիմաստ զբաղմունք է։ Ես գտնում եմ, որ հայ առաքելական եկեղեցու վերնախավը բարոյական իրավունք չունի մնալու մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։ Ուրեմն բոլոր բարքերը, բոլոր երևույթները, բոլոր սրբությունները ոտնատակ տված են, գործում է գրաքննություն, գործում է սխոլաստիկա, այլախոհությունը չի հանդուրժում, այլևս չեմ խոսում բազում այլ անբարո, անմարդկային հակաբարոյական երևույթների մասին, որոնք ոտնատակ են տվել վերջին 25 տարիներին մեր առաքելական եկեղեցու հարյուրամյակներով ձևավորված կանոնակարգը եւ մեր ժողովրդին ուրեմն վայել ազգային ավանդույթները։ Այլ բան ես ասել չեմ կարող, միանշանակ պիտի ասեմ, որ զբաղված է եղել պետականաքանդությամբ, հակապետական գործունեությամբ, նույնիսկ եւ Չակերտավոր սրբազան շարժման ժամանակ եւ դրանից հետո էլ պարտադիր կերպով ստիպել են ուրեմն ստորակարգ աստիճանակարգություն ունեցող հոգևորականներին պարտադիր կերպով մասնակցել հակակառավարական, հակապետական հանրահավաքներին եւ իրադարձություններին։ Պարոն Սաֆարյան, խոսենք նաև ցեղասպանության հուշարձանի շուրջ այս աղմուկին։ Ախր Տիկին Մարի, ես բանից պարզում եմ, որ ես երբեք պիտի քաղաքական գործընթացների մեկնաբանությամբ չզբաղվեի, որտեղ ես տեսնում եմ մեր մշակույթի, ոչ միայն մշակույթի, մարզաշխարհի, գիտության ոլորտներում ինչ է կատարվել։ Ավելորդ չասեմ, որ մենք ունեցել ենք պետական բուհերի ռեկտորներ, որոնք բուհերը վերենացել կներեք կամ մթերային խանութի կամ հացի փողի, որոնք բացի դրանից գնացել են ազգային ակադեմիա, ազգային ակադեմիան դարձրել են, ասենք թե ավտոսիրողների ակումբի, ակադեմիկոս էին տալիս այնպիսի մարդկանց, ոնց որ կարող էին ավտոսիրողների ակումբի անդամ տալ մի մարդու։ Օրինակ ասենք հասարակ բան եմ ասում, Ռադիկ Մարտիրոսյանը 15 տարի շուրջ 14 տարի լինելով պետական համալսարանի ռեկտոր, ոտնատակ է տվել պետական համալսարանի բոլոր ավանդույթները։ Դա ձեր կարծիքն է։ 15 տարի ազգային ակադեմիան նույն կերպ։ Ոչ միայն իմ կարծիքն է, ես Յուրի Սարգսյանի հետ եմ ունեցել փայլու մարդկային հարաբերություններ, էլի տարբեր մարդկանց հետ եմ ունեցել։ Դուք պատկերացնում եք ազգային ակադեմիկոս դառնալու համար մարդ, որը 30 տարի եղել իրավաբանական ֆակուլտետ, մենք բացի մեկ հոգուց իրավագիտության մեջ այլ անդամ ակադեմիկոս չենք ունեցել։ Եվ մարդ, որը միայն զբաղված է եղել կաշառակերությամբ, կոռուպցիայով, դառնում է թղթակից անդամ այնուհետև ակադեմիկոս, քանի որ նրա յուրայինն է։ Սա էլ վերաբերում է մշակույթին։ Մեկ ասածս վերաբերում է մարզաշ, այսինքն ինչ է նշանակում։ Օրինակ մեր ֆուտբոլին։ Այո, եթե ֆուտբոլի ֆեդերացիայի եւ նախագահը եւ նրա տեղակալը մի ամբարտավանի մեկը, որը
ծագումով իջևանցի է, սակայն հանդուրժում է հանրապետության ղեկավարությունը, ինչու պիտի չասել կամ չբարձրաձայնել այդ խնդրի մասին։ Ֆուտբոլից զատ կանդրադառնամ նաև մեկ այլ ցավոտ հարցի։ Տեսեք, մենք 55 տարի է ասում ենք Հրազդան մարզադաշտը գտնում է վթարային վիճակում, բայց 55 տարի ոչ մի բան չի լինում։ Ես նաև ժամանակին ճանաչել եմ եւ ճարտարապետին Կորյուն Մուշեղյանին եւ ճանաչել եմ կառուցողին, կոնստրուկտորին Թոսունյանին։ Եվ նրանք այնպիսի մասնագետներ են եղել, որոնց մասին երկու կարծիք լինել չի կարող։ Նույն ձևի նաև մեր մարզաբանը երիտասարդական պալատը, որի վարձակալը ես եմ եղել ավելի քան 25 տարով, սակայն ժամանակին Հայաստանի ղեկավարությունը հարկ չի համարել, մենք շարունակենք մեր գործունեությունը, բերել ենք այնտեղ մենք ուրեմն տեղանքը ուսումնասիրվել է, բերել ենք ուրեմն երկրաբանական հետազոտություններ ենք կատարել մի քանի անգամ, փորձել ենք վկայական հանենք, բայց վաճառել են ձախ ճանապարհով մի այնպիսի ընկերության, որը հիմա այնտեղ խիճ է արտադրում եւ մեր Երևանի սիմվոլներից մեկը, գեղեցկություններից մեկը կարծեք թե ամբողջովին մտագնվել է, ճիշտ է թե չէ։ Նույնն էլ նաև Հրազդան մարզադաշտը։ Հրազդան մարզադաշտը կարելի էր այսօրվա պայմաններով գերժամանակակից up to date contemporary պայմաններով ունենալ շուրջ 40-ից 50 հազար ուրեմն այցելուներով, ներկաներով մարզադաշտ, որը կլինի միջազգային պահանջված բոլոր չափանիշներին համահունչ համապատասխան։ Դե գիտեք, ավելի քան 30 տարի Հրազդան մարզադաշտի տոնավաճառը առնվազն բերել է մի $100 միլիոն եկամուտ, նվազագույնը, փակագծեր չեմ ուզում բացեմ, բայց իբր թե այդ եկամուտները գնացել են երկրապահների ընտանիքների համար, գնացել են հանրապետական կուսակցության, Աշոտ Նավասարդյանն է, կարծեմ միջնորդել որպեսզի դատան հայտնի Բուռնաշին Աշոտ Աղաբաբյանին եւ արդյունքում տեսանք, որ խրվեց մեծ պարտքերի մեջ, ինչքան էլ ժամանակին Ռուբեն Հայրապետյանը փորձեց կառավարությունից գումարներ բերել եւ ֆեդերացիայի գումարներով մի քիչ վերակառուցի այդ տարածքը, սակայն այդպես էլ չստացվեց, քանի որ Հրազդան մարզադաշտի տնօրինությունը բացարձակապես կապ չուներ եւ մարզադաշտի եւ ազգային ավանդույթների եւ ֆուտբոլի եւ առհասարակ մարզաձևերից կիլոմետրերով հեռու էր։ Ամենացավոտ կողմը ներկայումս Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերակառուցման խնդիրն է։ Բարեբախտաբար երեք ես որ իմանում եի, որ ես գիտեի, որ արդեն պետք է հաջորդ օրը հյուրընկալվեի ձեր տաղավարում, ներքին գործերի նախարարության եւ նախկին ճոպանուղու արչեւ հանդիպում եմ իմ վաղեմի ծանոթներից փոխադարձ հարգանքով իրար հանդեպ ճարտարապետ Սաշոր Քալաշյանին եւ անմիջապես գրկախառնություն եւ ասացի տիկնոջ հետ էր, ասի իմ մի քանի հարցերին կպատասխանեց, ասեց սիրով։ Ասի այդ կազմակերպությունը, որը կատարում է վերակառուցումը, մասնագետներն ասեց ոչ։ Ասեց մրցույթը կատարվել է մեկ կազմակերպության համար, ոչ մի կազմակերպություն չի մասնակցել, մրցույթը շահել է մեկ կազմակերպություն, նրանք առհասարակ պատրաստ չեն այդպիսի աշխատանքներ կատարելու համար, եւ դա ինչքան էլ մենք փորձենք քննարկենք, ինչքան էլ փորձենք լուծումներ գտնենք, շատ դժվարություններ կան։ Այդպես անել չի կարելի, դա անթույլատրելի է եւ կասեցվել է այդ մրցույթը, հետագա աշխատանքները կասեցվել է եւ դա պիտի այնպես արվի, որ չվնասվի։ Ինքը գումարը բավականին լավ գումար է, կարելի ասել պատկառելի գումար է, շուրջ $2 միլիոն հասնող կարծեմ այդքան համարժեք դրամ եւ վերջին կարծեք թե 60 տարվա մեջ, չէ, կարծեմ 67 թվին, 68 թվին ավելի քան 50 տարվա մեջ այդպիսի գումար չի հատկացվել, բայց թե ասես դժվարանում եմ ասել այդ գումարը ամբողջովին կծառայի իր նպատակին, թե չէ։ Մենք ունեցանք նաև շատ խոսակցություններ կապված այդ հուշարձանի վաղվա օրվա հետ կապված եւ գիտեք ինչ, եւ կառավարության անդամները, եւ իրավասու մարմինները, եւ ինչի՞ չէ նաեւ թանգարանի աշխատակիցները, եւ ինչի՞ չէ նաեւ այդ գործի մեջ ընդգրկված մասնագետները պիտի հստակ կերպով իմանան որտեղ են կատարում այդ աշխատանքները եւ ինչ դժվարագույն միևնույն ժամանակ նաեւ պատասխանատու եւ պատվաբեր աշխատանքներ են իրենց սպասում։ Մենակ այդքանով չբավարարվենք։
Խնդիրը վերաբերում է նաև դպրոցական դասագրքերին։ Գիտեք, Հայաստանի պատմություն անվանելը, կներեք, դա աչք չի, որ պիտի ուտել, որ կարող է ուտել, եթե անվանում ենք Հայաստանի պատմություն, վերջ։ Կարող ենք ունենալ Հայաստանի պատմություն դասագիրք եւ դրան զուգահեռ մենք առանձին, ասենք, հարցեր ունենալ նույն գրքի մեջ կամ բուհական դասագրքերում, որտեղ ընդգրկված լինի մեր սփյուռքահայերի պատմությունը, հայ գաղթօջախների պատմությունը, հայ եկեղեցու պատմությունը, դարձյալ էլի շատ խնդիրներ։ Բայց անընդհատ թնջոք սարքել, անընդհատ դարձնել անդիմության, դիմության, կառավարության կամ չգիտեմ հակապետական գործիչների թիրախը քննարկման առարկան, ես դա համարում եմ անթույլատրելի։ Տեսեք, մեզ ընդամենը 8 ամիս է բաժանում 2026 թվականների 2026 թվականների համապետական ընտրություններից գնալով քաղաքական դաշտը ավելի գաղջ է դառնալու, գնալով ավելի հայոախառն վիրավորանքները, գնալով այս Ստոկվորդը, բառամթերքը ավելի անտանելի մեր ժողովուրդը շնչահեղձ է լինելու պարզապես այս բառապաշարից։ Ես ինչու համար եմ ասում, մենք ունենք ընտրություն կատարելու, թե քաղաքական գործչին վայել գործիչների, եւ թե քաղաքական ուժի։ Ես դրա համար եմ ասում, եթե պիտի մնան հները, եթե պիտի մնան այն մարդիկ, որոնք բրդում են այսօր էլ հարյուրավոր մարդկանց եթերից ցեխ շպրտելու կամ անընդհատ այսօրվանը ամեն ինչը ներկայացնելու սևակնոցներով, որոնք նաև այն ժամանակ են եղել մասնակից, թե ազգային ժողովի նախագահ, թե ներքին գործոս նախարար, թե պաշտպանության նախարար, մենք չենք տեսնում պաշտպանության նախարարները ինչ կարողություններ ունեն, չենք տեսնում, որ ասենք վարչապետները նախկին ինչ կարողություններ ունեն, նույնիսկ նրանք այնպիսի արժեհամակարգ ունեն, ուղղակի սիրտ խառնոց ես ունենում, երբ տեսնում ես։ Հիմա ուզում եք ասել, եթե նախկինները պետք է նորից մնան, նշանակում է ընտրությունները։ Ես այդպիսի բան չասացի։ Ես ասում եմ նախկինների արժեհամակարգը տեսնում եք, ազգային ժողովի նախագահը եղել է կառավարության ղեկավար նաև։ Մեքենայի գալիս է մեքենայով դատի, տեսնում եք լրիվ հինգերով, լրիվ զրոններով մեքենայի չէ պետհամարանիշները։ Նույնը հեռախոսի համարների մեջ ձեզ հարց եմ տալիս։ Պարոն Սաֆարյան, ավարտենք ձեզ հարց եմ տալիս էլի, այդպիսի արժեհամակարգ ունեցողը նա կարող է լինել պետական գործիչ։ Հարց եմ տալիս ձեզ։ Ես ընդամենը մեկ նախադասությամբ եմ ասում, այո, եթե պիտի նախկինները քաղաքական դաշտում լինեն, ներկաներին հավերժ կանաչ ճանապարհ է սպասում։ Եվ ավելին ասեմ, եթե նախկինները ուզում են ներկաները չլինեն քաղաքական դաշտում, իրենք իրենց ձեռքով պիտի փակվեն իրենց բնակարաններում, փակվեն իրենց դղյակներում, իրենց առանձնատներում եւ դուրս չգան մինչեւ ընտրությունները։ Իսկ եթե ներկաներն էլ ուզում են նրանք չխառնվեն, իրենք իրենց ձեռքով քաղաքական ճանապարհով, արդարադատության ողջամտությամբ, իրավական ճանապարհով նախկինները պիտի հայտնվեն այլ տեղերում, որ նրանք արժանի են եւ վաստակել են այդ նախատինքը եւ այդ պատիժը կրելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սաֆարյան այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։